Այսօրի պարքե իպիղատոսեմ և արկողնս լույս որպես զոցովանի բաշնի հովսեպան Եթանատուր ամենեցուն այսօր դրիգեվան Եվ գանձան մաղության կանքի Did you see Fahik? I said, Եվ մեկություն ծածկոյ նադամա հանձարնո պատին հովսեպան անմաղության ստվող Քրիստոս այսօր է ով մաղող խոնարեցան Եվ նագյանելոս անմադույս խաղեցան Արեգագնար թարության Քրիստոս այսօր եդավ և պարակ Որ ճարագայ տանց եսավիմով իմեջ երկրին այսօր դնի գերեզման Նորից նույն տեղը գնում ենք, շրջում Ճոխոց մատնյավ կնքի քահանայից Արդուն դուրջան արար Ամպերեցեն Արձած սիրությամն մորյալուդա Զյուրըզ մեզ վարդապետ Ընդերեսուն արծա հորեիսն մատմեջ Ընդորում ես ամպուրեցի ասեыз նակալարուկ Ով ամպույրն ենգության նշան է մահում Մեր կացավ ինքեն է զաստվածային սուր հոգին Եվ զգեցավ սատանա որպես հանդերձ արկավ զյուրյավ Որ նստիս իքրով բես աստված բանք
այսօր վասն մեր խոնարհությամբ նստեր իլերին ընձիթենյաց, որ համագույտ ես խորհրդոց հայրենի աշակերտած, ծանուց էր ըսխորուր գալստյան օրնեմ կսքես, որ ամեն այն ես արարիչ և ստեղծիչ կենդանության, այսօր ըսածյալ խորհուրդ երորդությանդ հայտնեցեր եկեղեցվոքով։ Իքրով ես բազմյալ ընտոր, անապականաբարնակին, հաճեցանիքում հորով այրի, ուրախներ բերկյալ վերընկեր, որ ոզեր ես սովեյում ճանապատյանի մարկանի կերկը սովերենի այդյան, ուրախներ բերկյալ վերընկեր։ Զիզովորության շնորհը սրարացել վերամետ, Եր ամենակապ Եսուս Տրեոր մեծեր, Iesus, Pacero.
Ընդովանյալ սուրբ և պատվական խաշիքովի խաղաղության, պրկի ազատքյա հերդևարել տշնամյանցի փորձյանց, առնորյա գոյության պարավոյզ ամենան սուրպի որդյուն, այժմ և միշտ և ամենյանս հավիվերից ամեն։ Որդյալ տեր մեր Իսուս Քրիստոս ամեն միասին ժոր, հայր մեր, որ երկինս ես, սուրպ երիցյան քով, եկես է արկայություն քով, և իցին կամ քով, որպես երկինս երեկրի, ըսած մեկ անակազոր, ուր մեկ այսօր, և քով մեզ պարտիս մեր, որպես է մենք քով մերոց պարտախանած, և մի տանից մեզ իպոցություն, այդ պրկյար մեզ իչարել, զիքոյ արկայություն և զորություն արկայությանս ամեն։ Ավարտվեց թաղման արարողությունը, երբ Քրիստոսին խաչը հանեցին, սովորաբար դա ամենավատ մահերից մեկն էր, ամենաանար, խայտարակ մահ էր դա։ Հատուկ խաչի վրա մարդիկ մնում էր մի քանի օր։ Իրենց ոտքերի տակը կար կանգնելու տեղ։ Ձեռքերը այո ծակում էր, մնացածը կապվում էր։ Որպեսի մարդիկ խաչի վրա երկար մնային, ջուր էին տալիս, որ ինքը օրերով ապրի։ Եվ այս ընթացքում մարդիկ գալիս էին, սկսում էին հայհոյել, վատ խոսքեր ասել, թքել նրա վրա։ Դրա համար խաչի վրա մահանալը նշանակում էր խայտարակ մահ։ Բայց Քրիստոս խաչի վրա երկար չմնաց։ Երեկոյան ինչու, որովհետև սկսվում էր հրեական շաբաթը։ 7-րդ օրը, հանգստյան օրը, իրենց համար, հրեաների համար, շաբաթ ժոր, սաբաթ նշանակում է 7, մեր համար 6-րդ օրն է, բայց մեր համար Կիրակին միաշաբթին է, միաշաբթի, երկուշաբթի, երեքշաբթի, այսպես, և սովորության համաձայն, խաչի վրա կամ, այսպես, քանի որ շաբաթօր էր սկսվում, պետք է բոլոր գործերը ավարտած լինեին իրենք։ Ուստի ինչ արեցին, եկան այն ավազակների ոտքերը կոտրեցին, բայց Քրիստոս մինչ այդ մահացել էր արդեն։ Կոտրեցին, որովհետև իրենք կախված էին մնում թևերի վրա,
ամբողջ ծանրությունը ընդում էր թևերի վրա, կրծքավանդակը ձգվում էր, երեխաները շատ են, և մարդը չէր կարողանում շնչել։ Շնչարգելությունից մարդը մահանում էր, դրա համար ոտքերը կոտրում են, որ շուտ մահանա, բայց Քրիստոսի համար գրված էր, որ իր ոսկորը չպիտի կոտրվի, և իրեն միայն ծակում են կողքը, տեսնում են արյուն և ջուր է դուրս գալիս, հասկանում են, որ արդեն մահացած է, պարզ է, որ ծակում են սիրտը, այլևս մարդը չի ապրում։ Եվ մինչև ժամը 6-ը, որտեղ եկեղեցական օրենքով կամ իրենց օրենքներով ևս, օրը փոխվում է ոչ թե գիշերը ժամը 24:00-ին, այլ փոխվում է 17:30, 18:00, պարզ է, ուրեմն իրենք մինչ այդ պիտի հասցնեին թաղման կարգը կազմակերպել, և Քրիստոսի թաղումը շատ արագ է կազմակերպվում։ Անմիջապես բերում է պատանքում և տանում դնում նորափոր գերեզմանի մեջ, գերեզման ասված է քարայրն է, տեսել եք ֆիլմերով կա, որ քարայրներ են ցույց տալիս, մարդկանց ոսկորներ կան լցված, այդ կատակոմբա են ասում, գերեզմանոց են ասում, դրա մասին է խոսքը, մարմինը մնում էր այդտեղ, մի տարի փտում էր, հետո գալիս մաքրում էին, ոսկորները գեղեցիկ այսպես շարում էին։ Սա էր թաղման մի տեսակ էր, և Քրիստոսի մարմինը տարվեց ու դրվեց գերեզմանում, բայց չհասցրեցին օծել։ Բայց մինչ այդ օծվել էր, հիշեք։ Այո, յուղը որ բերվեց և այդ կինը, որ ամբողջ իր մազերով լվանում էր համբուրում տիրոջ ոտքերը, դեր ասաց դա իմ մահվան օծումն է խորհրդանշում, որ չեմ հասցնելու օծվել, հիմա օծվեցի։ Որտեվ հաջորդ օրը կանայք թունկով, յուղերով գալիս են օծելու մարմինը, արդեն միաշաբթի կամ կիրակի առավոտյան գալիս են տեսնում են, որ այնտեղ չէ Քրիստոս, այլ հարություն է առել, այլևս չէին կարող օծել, և ինքը արդեն օծված է։ Հիմա արարողությունը, որ կատարվեց, սա խորհրդանշական տիրոջ գերեզմանի խորհուրդ ունի։ Ամեն ինչ հավատքի վրա է հիմնված, չէ՞ որ։ Հիմա երբ որ տեսեք պատարագի ժամանակ նահանջում են եկել, շատերը մոտենում են զգեստի բժշկություն ակնկալելով և մարդիկ բուժում են, որտեղ դա իրենց հավատքի պատասխանն է։ Նման կերպով էլ մենք հավատում ենք, որ սա խորհրդանշական Քրիստոսի գերեզմանը, որի մեջ օծված խաչ կա դրված և խաչը Քրիստոս է խորհրդանշում։ Մենք սովորություն ունենք որպես խոնարհություն գերեզմանի տակով անցնելու։ Եվ շատերս էլ հենց դրա համար եկել ենք, որպեսզի մեր ամեն ցավ, ամեն հիվանդություն թողնենք, այդ գերեզմանի տակ ու անցնենք բոլորս, դրանով այլոց սրբվենք ու մաքրվենք։ Բայց խնդրում եմ ժողովուրդ, մեկ անգամով բավարարվեք, որ հերթ չառաջանա։ Ինքը էլի այստեղ կմնա, ովքեր կուզեն ևս 2 անգամ անցնելու կամ 1 անգամ, թող հերթ պահեն։ Խնդրում եմ, մյուսներին մի սպասացրեք, լավ, Աստված զորացնի ձեզ, վաղը ջրաքալույցի պատարագ կլինի, ժամը 5-ից կսկսենք ջրաքալույցի պատարագը։ Այնպես որ վաղը և մյուս օրը կիրակի օր արդեն ժամը 11-ին ովքեր վաղը չեն կարող և երեկոյան արդեն կարող եք պահքը լուծել վաղը։ Մենք սովորաբար գիտեք, որ ձու ենք ուտում, ձուկ, փլավ և այլն արդեն բանջարեր են, բոլորս գիտենք և ևս մի անգամ ասում եմ, որտեղ շատ են հարցնում, ովքեր ննջեցյալում են, իրենք ևս հավկիթները ներկում են պարտադիր, որտեղ լինում է ասում են, քանի որ ննջեցյալ ունենք, չեն ներկում այդ ձվերը։ Ներկված ձվերը Քրիստոսի արյան խորհուրդն ունի, Քրիստոսի հարության խորհուրդն ու պատմություն ունի, այնպես որ նշանակություն չունի, ննջեցյալ կա, չկա, այդ տարվա պարտադիր զատկական հավկիթները ներկվում են բոլոր պարագաներում։ Աստված զորացնի ձեզ, ուխտերդ ընդունելի աղոթների պատասխան։ Արդեն կարող են գալ անցնել։